Նախ Եվրոպական հանձնաժողովը պատժեց Իլոն Մասկին, հետո Մասկը փորձեց պատժել Եվրոպական հանձնաժողովին։ Փոխադարձ կրթադաստիարակչական այս գործողությունները տեղի են ունենում թվային հարթակում, բայց դրանց պատճառով Մասկը ստիպված կլինի վճարելու բավականին մեծ թվեր, 120 միլիոն եվրո տուգանք, իսկ Եվրահանձնաժողովը փնտրելու գովազդ տեղադրելու նոր հարթակ։ Այժմ տեղի ունեցողի մասին ավելի մանրամասն։ The Commission has issued a fine of 120 million. Հանձնաժողովը 120 միլիոն եվրո տուգանք է նշանակել X-ին թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար։ Սա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին տուգանքն է։ X-ը խախտել է իր պարտավորությունները։ X-ի կապույտ նշանը խաբում է օգտատերերին։ Յուրաքանչյուրը կարող է վճարել ստուգված կարգավիճակ ստանալու համար, բայց X-ը իմաստալից կերպով չի ստուգում։ And X does not meaningfully verify who is behind it. Այսպես Եվրոհանձնաժողովը կարծում է, որ X-ը օգտատիրոջը լրացուցիչ հեղինակություն ու վստահելիություն հաղորդող կապույտ նշանը տալիս է գումարի դիմաց, առանց հավաստիանալու օգտատերն արժանի է դրան, թե ոչ։ Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ կարդում ենք գովազդային պահոցի թափանցիկության խնդիր եւս կա։ X-ի գովազդային պահոցում բացակայում է կարևոր տեղեկությունն, օրինակ գովազդի բովանդակությունը եւ թեման, ինչպես նաեւ դրա համար վճարող իրավաբանական անձը։ Սա խոչընդոտում է հետազոտողներին եւ հանրությանը, որ անկախ կերպով ուսումնասիրեն առցանց գովազդի հնարավոր վտանգները։ Եվրոհանձնաժողովը սա համարել է 2022-ին ընդունված օրենքի խախտում եւ Իլոն Մասկին պատկանող ընկերությունից պահանջել է 120 միլիոն եվրո փոխհատուցում։ X-ը այժմ ունի 60 աշխատանքային օր հանձնաժողովին տեղեկացնելու այն կոնկրետ միջոցների մասին, որոնք մտադիր է ձեռնարկելու խախտումները վերացնելու համար, եւ 90 աշխատանքային օր հանձնաժողովին ներկայացնելու գործողությունների ծրագիր, որը կներառի խախտումները լուծելու անհրաժեշտ գործողությունները։ X will have to pay that fine. The 120 million euro will have to be paid. X-ը պետք է վճարի այդ տուգանքը, մենք կստանանք այդ գումարը։ Իհարկե հանձնաժողովի կայացրած յուրաքանչյուր որոշում կարող է բողոքարկվել Եվրոպական միության դատարանում։ Բայց Իլոն Մասկն առաջինը բողոքեց ոչ թե Եվրոպական միության դատարանում, այլ սոցցանցի իր էջում։ Եվրոմիությունը պիտի լուծարվի, հայտարարել է գործարարը։ Մասկը գործնական քայլեր եւս արեց, լուծարեց Եվրոմիության օգտահաշիվը իր սոցիալական ցանցում։ X-ը հայտարարել է, որ ջնջվել է пассив օգտատիրոջ հաշիվը։ Համացանցային այս հակամարտությանը միացան ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասկին աջակցեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը։ Նա հայտարարեց, որ Եմեն պետք է աջակցի խոսքի ազատությանը եւ չհարձակվի ամերիկյան ընկերությունների վրա անհեթեթությունների պատճառով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ընդգծեց, որ սա գրաքննության փորձ է։ Թրամփը եւս լուրջ չմնաց։ Սա տհաճ բան է, ես դրա մասին ավելի ուշ կխոսեմ, բայց Եվրոպան պետք է շատ զգույշ լինի։ Մենք շատ բաներ ենք անում, ուզում ենք Եվրոպան պահել Եվրոպա, իսկ Եվրոպան գնում է վատ ուղղություններով։ Դա շատ վատ է մարդկանց համար։ Մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի։ Իր հերթին Եվրոհանձնաժողովի հանձնակատար Հեննա Վիրկունենը պատասխանել է, որ ԵՀ պահանջները վերաբերում են հարթակների թափանցիկությանը, այլ ոչ թե բովանդակությանը, եւ որ այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գործունեության հետաքննությունները կավարտվեն առաջիկա ամիսներին։ ԵՀ-ի կողմնակիցները բնականաբար Եվրոպայից են։ Դանիայի թվային տեխնոլոգիաների նախարարը կոչ է արել ավելի շատ նման միջոցներ ձեռնարկելու։ Լեհաստանի նրա գործընկերը տուգանքն անվանել է ուժեղ առաջնորդության նշան։ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության թվայնացման պատասխանատուն համերաշխություն է հայտնել Եվրոհանձնաժողովին, ասելով Ֆրանսիան լիովին աջակցում է այս որոշմանը, որ հստակ ազդանշան է ուղարկում բոլոր հարթակներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ X-ի եւ համաշխարհային կարգավորող մարմինների միջև անհամաձայնություններ են լինում։ 2024-ին ընկերությունն ավելի քան $5 միլիոն է վճարել Բրազիլիայի գերագույն դատարանի պահանջով։ Ավստրալիայի ինտերնետային անվտանգության վերահսկող մարմինը ցանցը տուգանել է $386,000 երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի հետաքննության հարցում չգործակցելու համար։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։